Հայաստանի հարավում ողջի գետի ափին Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան ճյուղավորումների վրա բազմած Քաջարան քաղաքը օգոստոսի 21-ին տոնեց իր հիմնադրման 54-ամյակը։ Լինելով Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկն ու գտնվելով մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, Քաջարանը քայլում է ժամանակին համընթաց, օրեցօր զարգանում է, ծաղկում ու գեղեցկանում։ Քաղաքը կառուցվել է ողջի գետի երկու բարձրադիր ափերի նեղ աստիճանաձև սարավանդի վրա։ Տարածքում, որտեղ այժմյան քաղաքն է, եղել են պատմական մեծ հիշատակություն ունեցող Քաջարանց վերին հանդ, ողջի արալղ բնակավայրերը, Բաղաբերդ, Զեյվա, Բաղակուքար, Աջ Հաղուբերդերն ու ամրոցները։ Քաղաքի ձևավորումը կապված էր հանքի շահագործման և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստեղծման հետ, որն այսօր հանդիսանում է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության առաջատարը։ Քաջարանի անցած ուղու կենդանի վկաները նրա տարեց բնակիչներն են, ովքեր ծնվել, ապրել ու աշխատել են այստեղ և իրենց ոման ներդրել քաղաքի շենացման գործում, ինչի համար նրանք այսօր հպարտանում և ուրախանում են։ Պարզվում է, որ քաղաքի անունը կնքել է խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Նիկոյանը։ 90-ամյա Ստեփանոս Գևորգյանը, ով ժամանակին եղել է կոմբինատի արհմիության նախագահը, քաջատեղյակ է այդ պատմությանը։ Նիկոյանը եկավ, եւ Քաջարանի անունը ինքը ասացել ինչ կա յուղեր կաստեղ ժամանակ Ողջի Քաջարան հանք լեռնադորեր կսել, հետո ասեց անունը գիլդիցին, անունը ասաց դնեք Քաջարան, ուետեց Քաջարան էլ կոչվեց քաղաքը։ Քաղաքի հիմնադրումից 10 տարի անց 1968 թվականի հունիսի 9-ի առավոտյան Քաջարանը ցնցեց հզոր երկրաշարժը։ Մի քանի օր դադարեց գործել հանրապետության արդյունաբերական հսկան, խաթարվեց քաղաքի հիմնարկ ձեռնարկությունների բնականոն գործունեությունը, սակայն կարճ ժամանակում ամեն ինչ կարգավորվեց և թափ առավ լայնամասշտաբ շինարարությունը։ Այն ժամանակից շատ բան փոխվեց քաղաքում, պատմում են տարեցները։ Երկրաշարժի խլեց բոլորը, համարյա թե գտնվում ենք պալասկաների տակ, դրսում, քշերուցերեք, հետո ասել սկսեցին երկրաշարժ, հետո սկսեց շինարարության կառուցել մեր քաղաքը, մեծ հսկայական աշխատանք կատարվեց և երկրաշարժի ժամանակ մեր ժողովուրդը շատ ծանճակներ կրեցին, բայց չլքեցին մեր քաղաքը, մնացին կազմակերպված կարգով, աշխատեցին, կառուցեցին մեր քաղաքը և կոմբինատը իր աշխատանքը շարունակեց անմիջապես։ Մի քանի օր միայն դադարեցվեց կոմբինատի աշխատանքի, բայց լրիվ կարգով վերականգնվեց ու սկսեց աշխատել ամենայն ուժությամբ։ Հիմա այսօր, երբ որ նայում եք, տեսնում եք, որ մի գեղեցիկ քաղաքատիպ քաղաք, այլ մեր քաղաքը առաջ Ավան էին անվանում Քաջարանին, հետո քաղաքի կոչում ստացավ, զարգացավ մեր քաղաք։ Բնակարանաշինարարությունը ուժեղ կերպով զարգանում էր, ուժեղ կերպով։ Հիմա դեց չկա, համարյա կա, կարելի ասել, որ բոլորովին դադարել է բնակարանաշինարարության հարցը։ Նո եղած երևի բնակարան տարածքները բավականացնեն մեր քաղաքի և մեր կոմբինատի հիմնական միակ արդյունաբերական օբյեկտն է, բավականացնի և բավականացնում այլ մարդկանց քանակությունը։ 35 տանիք արալեղ էլա կոչում, գետից են կողմում, 45 գրանցտ է, միասին կոլխոզ կլալ, միասին աշատ մկլալ, միասին լավ, ինձ հարուստ կոլխոզ դալ, մկ աբհով ապրացը, կիստ կարիքի, լավ լալ է ժամանակ, շատ լավ լալ, ամեն ինչ գեղեցիկ, ծարատուն գարացն, գեղացկացրացն, քաղաքարտին կարգի եկած, էլի շնորհք եկած այդտեղ, ով որ գելիսա գողմն, ասում է Քաջարանը այս փոքր տեղով գեղացկացրացն, այդտենց էլ պետք է էլի, մեր երկիրն է, մերն է էլի։ Քաջարան քաղաքը դեր բարակներ էր, բարձր արկանի շենքեր չկային, երկրաշարժից հետո սկսեցին արդեն քաղաքի կառուցումը, մեծ թափ ստացավ քաղաքի կառուցումը, բնակչությունը ով որ երկրաշարժից հետո գնացել է, նոր վերադարձավ իրենց տները, իրենց նոր բնակարանները, սկսեցին ապրել։ Քաջարան քաղաքը շատ մաքուր քաղաք է։ Չարենց ասել աշխարհի կենտրոն Մոսկովն է, ես կասեի Հայաստանի կենտրոն Քաջարանն է։ Քաջարանը ոսկե քաղաք է։ Քաջարան նաև հացավան է ժողովրդի համար։ Աշխատատեղերը կան, 24 ժամ ժողովուրդ աշխատում է, ապրելակերպը վատ չի, լավ է։
Լեռների մեջ ծվարած քաջարանը յուրաքանչյուր հյուրի համար նոր հայտնություն է դառնում։ Անհնար է չնկատել քաղաքի բարեկարգ տեսքը, ասֆալտապատ, մաքուր փողոցներն ու խնամված կանաչ գոտիները։ Եվ այս ամենը քաղաքապետ Վարդան Գևորգյանի ամենօրյա աշխատանքի ու սիրելի քաղաքի հանդեպ ունեցած հոգատարության արդյունքն է։ Նա լավատեղյակ է ոչ միայն քաջարանի, այլև այստեղ ապրող յուրաքանչյուրի խնդիրներին, եւ ցանկությունը մեկն է, որ Աստված միշտ բարեհաշտ լինի քաղաքի ու նրա բնակիչների հանդեպ։ Ես Երանի քաղաքապետ եմ եւ նաեւ շատ երջանիկ մարդ, որ ծնվել եւ ապրել եմ այս տարածաշրջանում եւ այսօր ղեկավարում եմ Քաջարանի քաղաքային համայնքը։ Բազմիցս կրկնել եմ եւ կրկնվում եմ, արժե ծառայել քաջարանցիներին, արժե քանզի քաղաքը ինքնատիպ է, քաղաքը գեղեցիկ է իր մարդով առաջին հերթին։ Ճիշտ է, այսօր արտոնաբերական խոշոր կենտրոն ենք, բայց նաեւ հաճախ հարցեր են լինում եւ ես ասում եմ, նույնիսկ ապարաժի մեջ, այդ կարծր ապարաժի մեջ, եթե հոգի չդնես, չես վաստակի այն, ինչ ցանկանում ես եւ քաջարանցիները այն մարդիկ են, ովքեր հոգի են դնում նաեւ քարի մեջ եւ քարից հաց են ստանում, հաց են վաստակում։ Եվ ուրախ եմ, որ այսօր քաղաքի հերթական տարեդարձն է, ուրախ եմ այնքանով, որ քաղաքը յուրովի է ընկալում իր տարեդարձը։ Շնորհավորական բազմաթիվ ուղերձներ են եղել կոմբինատի գլխավոր տնօրենի կողմից պարոն Հակոբյանն է շնորհավորել, ընդ որում ոչ միայն շնորհել, այլ բավականին լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այսօրվա կապակցությամբ, նաև Սյունիքի մարզպետն է շնորհավորել, նաև պետական այլ այրեր շնորհավորել են քաղաքի տարեդարձի կապակցությամբ։ Եվ պարզապես ուրախ եմ, թող տարի կառնի քաղաքը, ընդամենը 54 տարեկան, սա պատմության մեջ, քաղաքի պատմության մեջ, կարծում եմ, մեծ տարի չի տակավին պատանի է, բայց նաև 54 տարեդարձը քաջարանցիները ընդունում են ինչպես իրենք կան։ Քաջանը երևի այն եզակի քաղաքներից է կամ եզակի քաղաքն է, որ պակաս բան չի լինում։ Մեր մոտ միշտ ավելանում է ամեն ինչ։ Եվ ծնունդները, եւ ֆինանսները, եւ բարեկեցիկ կյանքը, եւ մեր հյուրերը, եւ մեր բարեկամները այն եզակի համայնքներից է, որ անդադ ավելանում եւ քաղաքը հենց ինքնին ավելացող, աճող, զարգացող հզոր համայնք է։ Ես ուզում եմ շնորհավորել իմ քաղաքացիներին, նաեւ քաղաքի մաս կազմող մեր մերձակա համայնքների բոլոր բնակիչներին եւ այն մարդկանց, ովքեր ժամանակին արարել են եւ ստեղծել են այս գողտրիկ անկյունը, այս գեղեցիկ քաղաքը, այս հզոր քաղաքը, որը ունի մեծ հեռանկար ոչ միայն տարածքների ավելացման պարագայում, այլ մեր պետականության, մեր պետության, մեր երկրի տնտեսության հզորացման մեջ Քաջարանը իր լուրջ տեղ ունի։ Շնորհավոր տոնոտ սիրելի քաղաք։ Այս օրերին Քաջարանում շարունակվում է ուսանողական ամառ ամենամյա միջոցառումը, որին մասնակցում են ինչպես քաջարանցի, այնպես էլ մարզի տարբեր քաղաքներից հանգիստն այստեղ անցկացնող երիտասարդները, որոնց համար, ինչպես իրենք են ասում, Քաջարանը չքնաղ բնորան է։ Իմ քաղաքը Քաջարանն է, իմ ծննդավայրը, որը ունի 54 տարվա պատմություն որպես քաղաք։ Քաջարանը համեմատած բոլոր քաղաքներին իր առավելությունները ունի եւ իր թերությունները։ Առավելությունը, որ Հայաստանում միակ քաղաքն է արդյունաբերությամբ զարգացած։ Շնորհակալություն ենք հայտնում մեր Քաջարանի քաղաքապետին, որ ուսանողական ամառ նախաձեռնեց, որտեղ մենք մեր մասնակցությունը ունեցանք։ Ինքս ագարակից եմ, երկուսն էլ ոնց որ այդ կոմբինատի պահով նույն քաղաքները լինեն։ Ագարակում էլ են լինում սենց միջոցառումներ, բայց ասենք ուսանողական ամառը չի եղել եւ շատ կուզենամ, հիմա այնքան տպավորված եմ, որ ուզում եմ գնամ ագարակ ու պատմեմ, ու ուզում եմ, որ այնտեղ էլ անցկացվի այս ուսանողական ամառը, որովհետեւ շատ հաճելի եւ շատ օգտակար միջոցառում է։ Ես այստեղ ձեռք բերեցի շատ ընկերներ, շատ մեծ շրջապատ, արդեն ավելի քան 10 եւ ավելի օր հագեցած օրեր էին։ Տարբեր էին միջոցառումներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին։ Ես շատ եմ սիրում Քաջարանը եւ համարում եմ մայր հայրենիք։ Շատ լավն է, շատ եմ սիրում։ Ինքը երևի յուրահատուկ է ինչ որտեղ նաեւ։ Երևի նրանից, որ կա կոմբինատ, որ մեծ աջակցություն է ունենում։ Ինչ ասեմ, մարդիկ բարի, լավը, երիտասարդները շատ հետաքրքիր, շատ համախմբված ու ոնց որ ապագայի երիտասարդներ են այդպես։
Եվ առիթից օգտվելով շնորհավորում եմ Քաջարյանի տոնը, թող նրա ավելի քան կեսդարյա կյանքը հարատև լինի։ Քաջարյանի ծննդյան օրվա տոնական միջոցառումները սկսվեցին վերին հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանը պահպանիչ աղոթք կարդաց, այնուհետև իր խոսքն ուղղեց քաջարանցի երիտասարդներին։ Ազգի գոյատևման միայն միջոց եղել է հավատքը եւ միասնությունը։ Եթե չի եղել, եթե տկարացել է հավատքը, տկարացել է նաեւ մեր միասնությունը։ Որտեղ եթե մի անդրադարձ կատարենք պատմությանը, կտեսնենք մեր բոլոր հաղթանակները, որ մենք ունեցել ենք, այս միասնության ու հավատքի շնորհիվ է եղել։ Սկսած Սարդարապատ, սկսած Բաշապարան, եթե ավելի գնանք Վարդանանց պատերազմը, եւ եթե մի քիչ էլ գանք այստեղ կտեսնենք Արցախյան պատերազմը։ Մարդիկ իրենց թևերի սպիտակ խաչ են կրել։ Սրանով ցույց տալով իրենց ազգային պատկանելությունը։ Ուստի ես պիտի խնդրեմ ձեզ այս միասնականությունը ու հայրենասիրությունը պահպանեք։ Պահպանյա եվորտնյա ըստ քաղաքապետս ներկայացուցիչս քաղաքի ըստ ուսանողս ներկա ժողովուրդս եւ ընտանիքս սոցին եւ Տեր Հիսուս Քրիստոս երիքին ձեզ ընմեզ եւ ընդամենեսյանս Ամեն։ Եկեղեցուց քաղաքապետ Վարդան Գևորգյանը Տեր Ահարոն Քահանա Մելքումյանի, քաղաքապետարանի աշխատակիցների, երկրապահների ու երիտասարդների հետ միասին ուղևորվեցին եղբայրական հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան գոյապայքարում զոհված հայորդիներին։ Ամեն անգամ այցելուների մեջ արթնանում, թարմանում են հիշողությունները, ստիպում կրկին ցավի ու ափսոսանքի զգացում ապրել։ Երկրապահ կամավորականների միության Քաջարյանի մասնաճյուղի նախագահ Հովհաննես Մատինյանը արդեն 30 տարի Քաջարյանում է ապրում։ Եկել էր սովորելու, բայց քաջարանցիների հյուրասեր ու ջերմ վերաբերմունքը նրան պահեց այստեղ։ Իրականում շնորհում եմ բոլոր քաջարանցիներին տոնի կապակցությամբ, բնական մասնակցողները արել ամեն ինչ մեր երկրի համար, մեր հայրենիքի համար եւ յուրաքանչյուրը իր տան համար, իր քաղաքի համար, իր փողոցի համար ու գիտեք ոնց մարդիկ այս ժամանակ որ գնացին պատերազմ աշխարհախնդիր գնացին առանց մտածելու, որ իրանց հետևում թողում են իրանց երեխաներին, ծնողներին, կանանց, բայց միևնույն ժամանակ իրանք անձնվիրաբար կարողացան իրանց գործը անել, ունենք զոհեր ահագին, փոքր քաղաքում ունենք 38 զոհ, դա շատ է փոքր քաղաքի համար, ունենք նաև 15 տարեկան տղաներ, որոնք մեր հետ գալիս էին, ու դրանցից մեկը զոհվեց 94 թվականի հունվարի 23-ին Արզումանյան Սերգեյը, նոր խոսում ենք այդ մասին, բնական է յուրաքանչյուրս ունենք մեր ներդրումը հայրենիքի անկախության, ապահովության սահմանների պահպանության համար, բայց ես ամենաշատ ցավում եմ ջահելներին, ովքեր 18-19 տարեկան, 20 տարեկան տղաները գնացին զոհվեցին, իմ ցավոտ կողմն է դա ինձ համար, ինձ տպես քաղաքում մնալ ժողովուրդը միայն, Քաջարյանի ժողովուրդը, ինչի համար, որտեղ որ եկա աստեղ 83 թվականին եկա, դպրոցում էի աշխատում, այդ ժամանակ շատ բարի եկողին կարեկցող, օգնող, ամբասադրելի լավ իմաստով մարդիկ են, ու մինչև հիմա ես մնացել եմ նույն ժողովրդի համար եմ մնացել, որտեղ շատ հոգեհազատ ինձ ժողովուրդ, Քաջարյանի ժողովուրդ։ Օրվա երկրորդ կեսին մեծ ու փոքր քաջարանցիները հավաքվեցին քաղաքի մարզադաշտում։ Քաղաքի տոնի կապակցությամբ կրկին շնորհավորանքներ հնչեցին։ Ներկաներին շնորհավորեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նորանշանակ պետ Լևոն Մարգարյանը։ Քաջարյան քաղաքի հիմնադրման 54-րդ ամյակի կապակցությամբ բարեմաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, արժանապատվություն, ստեղծագործ աշխատանք։ Սիրելի քաղաքի տոնը համաքաղաքացիների հետ նշելու էր եկել նաև ծնունդով քաջարանցի արձակագիր Դիանա Համբարձումյանը։ Քաջարյանը հրաշալի եմ տեսնում, այդ բնությունը ինձ նորից
այսպես գերում է, թեկուզ այսօր մեր Շուշի մեջ է, բայց լեռները էլի ինձ շատ թանկ են, հարազատ եմ, շնորհավորում եմ Քաջարյանի տոնի առթիվ, շնորհակալ եմ եւ իմ դպրոցին եւ քաղաքապետին Վարդան Գևորգյանին, որ ինձ չի մոռանում, որ ես այստեղ մեծացած մարդ եմ, եւ հա ես իմ նվերն եմ բերել 50 օրինակ իմ գրքերը, վերջին 10 լավագույն պատմվածք երկլեզվա պատմվածքների ժողովածուն եւ վեպս, որ մի քանի տարի առաջ տարվա լավագույն վեպ մրցանակին է արժանացել, հա այդպես այդ երկու գիրքը եւ մի շարք այլ գրքեր, որ 99 թվականից սկսած վիպակներ ունեն, պատմվածքների ժողովածուներ, թարգմանածս գրքերը բերել եմ մեծ սիրով նվիրել եմ իմ հարազատ դպրոցի գրադարանին, հուսով եմ աշակերտները կկարդան, ուսուցիչները կկարդան եւ ընդհանրապես քաղաքացիները գրով կհետաքրքրվեն։ Շնորհավորանքներից հետո քաղաքի շնորհալի երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով, ելույթ ունեցան նաև գեղարվեստական մարմնամարզության դպրոցի սաները։ «2012-ը Քաջարյանի համար սպորտային հաջողությունների տարի էր։ Քաջարյանցի մարզիկները լավագույն արդյունքներ են արձանագրել տարբեր սպորտաձևերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, թեքվանդո, վոլեյբոլ եւ շախմատ։ Նրանք բոլորն էլ քաղաքապետ Վարդան Գևորգյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով եւ նվերներով։ Այնուհետև տեղի ունեցավ քաղաքի տոնին նվիրված ֆուտբոլի բակային առաջնության եզրափակիչ փուլը, որի արդյունքում հաղթող ճանաչված թիմը արժանացավ քաղաքապետի գավաթին։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը եւս ստացան պատվոգրեր ու դրամական պարգևներ։ Տոնական օրն ավարտվեց հրավառությամբ, իսկ մեզ մնում է կրկին ասել՝ շնորհավոր տոնդ Քաջարյան։